Ազգային ժողովում վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկման շուրջ ընդդիմություն, իշխանություն, փոխհրաձգություն է։ Պատգամավորները տարբեր ոլորտներում ձախողումների համար միմյանց են մեղադրում։ Ոչ մեկը, սակայն, ոչ մի թևում իր բաժին մեղքը չի ընդունում։ Խնդրում եմ, գրանցվեք ստեղ, եկեք եւ դատապարտեք։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունը համարում է, որ օրվա կառավարիչների գործունեությունը համակարգային ճգնաժամի է հանգեցրել պետական կառավարման բոլոր մակարդակներում։ Տեղի են ունեցել հակաժողովրդավարական գործընթացներ, նոր ռեպրեսիոն ավելի ուժգին պրոցեսներ եւ նույնիսկ նաեւ դատավճիռներ, որոնք նույնպես կարող էին ներառված լինել այս հայտարարության մեջ։ Իշխող ՔՊԱ-ական պատգամավորները ընդդիմության ներկայացրած փաստաթղթում քաղաքական իրարամերժ դատողություններ են տեսնում։ Իշխանական թևը ընդդիմադիրներին մեղադրեց կառավարման ձախողման մեջ։ Ըստ ՔՊԱ-ականների ընդդիմադիրներն են հայտնվել։ Նրանք օրինակ բերեցին Գյումրիի վերջին աղմկահարույց դեպքը։ ՔՊԱ-ականները գնացին ասան 21-ի ընտրություններ, թե ընդդիմադիրներն էին այդ ժամանակ անօրինական գործողությունների մեջ եղել։ Պատգամավորներ են քրեական գործով անցնում։ Ընդդիմադիրներն էլ իշխանական թևին սկսեցին մեղադրել։ ՔՊԱ-ական տարբեր համայնքի ղեկավարներ հենց կոռուպցիոն սխեմաների մեջ են ընդգրկված եղել։ Մեծամասնությունը բացարձակապես չի ընդունում նույն ժողովրդի քվեն, նույն ժողովրդի կողմից տրված վստահությունը։ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, որոնք դուրս են եկել իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից, հայտարարել են, թե չեն խոչընդոտելու իմփիչմենթի գործընթացին։ Մենք խոչընդոտ չենք հանդիսանա, մենք չենք տորպեդահարի, մեր համար կան որոշ բաներ պարզաբանելու համար եւ հետեւաբար մենք ձեռնպատ կքվեարկենք այս պահին։ Ու քլը չէ ոնց է, պարոն Ռուբինյան։ Լավ է, չէ։ Երկրում չկա ճգնաժամ, հարց է տալիս ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավորը, ասաց կարող է հատ առ հատ թվարկել, ինչ ճգնաժամի առջև են կանգնած։ Թելը գնացեք Բագրատաշեն եւ մյուս անսահմանային անցման կետեր տեսեք, կա ճգնաժամ, թե չկա։ Հələ մի հատ բյուջեի նախագիծը կարդացեք, տեսեք, կա ճգնաժամ, թե չէ։ Հիմնավորվում է դրանում արտացոլված բոլոր հիմնավորումները այս կառավարությանը տուն ուղարկելու։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը դեմ է քվեարկելու ի սկզբանե մեռելյացին այս նախագծին եւ իմփիչմենթի բոլոր հնարավոր մեռելյացին նախագծերին, որոնք կարող են հայտնվել ազգային ժողովի օրակարգում։ Խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկեց ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին հայտարարությանը 48 դեմ, 24 կողմ եւ 2 ձեռնպատ ձայների հարաբերակցությամբ արդեն իսկ գլխադասային հանձնաժողովի բացասական եզրակացություն ստացած նախագիծը չընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։